եկեղեցին միակ ինստիտուտն է, որը որևէ կերպ չի արձագանքել օգոստոսի 8-ի գործընթացներին։ Բայց պետք է արձագանքել, ինչպես։ Ես կարծում եմ, որ խաղաղության ուղղված ցանկացած ջանքին պիտի եկեղեցին միայն աջակցությամբ հանդես գար։ Բայց քանի որ դա ամերիկյան նախաձեռնություն է եղել, եկեղեցին իրեն ձեռնպահ է պահել, որովհետև կասկածներ կան եւ կարծես թե հիմնավոր, որ եկեղեցին այս պահին ավելի շատ առաջնորդվում է ռուսական շահերով։ Բայց լուստրացիա չի կատարվել եւ մենք ինչ հիմքեր ունենք դա չի կատարվել եւ կարծում եմ, որ դա պետության եւ իշխանության գլխավոր բաց թողումն է։ Այո, հայտարարություններ են արվել, որ եկեղեցականները ԿԳԲ-ի գործակալներ են։ Ես շատ պիտի ուզեի, որ դրան հաջորդեին ապացույցներ, որտեղ այդպես մերկապարանոց ամեն մեկին չի կարելի անվանարկել ու անցնել առաջ։ Բայց առնվազն հայտարարության գոյությունը մեզ համար կասկածի տեղիք է տալիս, որ կա այդպիսի բան։ Առնվազն եպիսկոպոսները, որոնք այս պահին կանգնել են պետության կողքին, ասում են, որ մեզ ներկայացվել են այնպիսի ապացույցներ։ Գևորգ Սրբազանը գոնե այդ մասին հարցազրույցում էր ասում, որոնք իրենց համար եւս եղել են շոկային եւ այնպիսի բացահայտումներ են եղել, որ իրենք այլևս քննարկելու հարց չեն ունեցել իրենք որ կողմում պիտի լինեն։ Հետևաբար այսօր նաեւ ես հույս ունեմ, որ իհարկե անցնցում կարգապահ կերպով պիտի հաղթահարվի այս խնդիրը։ Ես կասկած չունեմ, որ պիտի հաղթահարվի եւ մենք ունենալու ենք շատ առողջ վիճակ, որովհետեւ տեսնում եմ նաեւ, որ եպիսկոպոսները շատ հետեւողական են իրենց առաքելության մեջ եւ պատկերացնում են, թե ինչպես պիտի այս խնդիրները լուծվեն, որտեղ խնդիրները չեն հանգուցալուծվելու վեհապարի գնալով, խնդիրները սկսվելու են վեհապարի գնալով, որոնք առնչվում են եկեղեցու առողջացմանը, իսկ դրանք 10 տարվա չի, 20 տարվա խնդիրներ չեն, հարյուրամյակների խնդիրներ են, որոնք ծագել են այն պահից, երբ օրինակ ռուսական կայսրությունը իր իշխանության տակ վերցրեց հայ եկեղեցին եւ պոլոժենին հայտնի սահմանեց հայ եկեղեցու համար, ինչը մինչեւ հիմա չի էլ չեղարկվել եւ տպավորություն կա, որ հայ եկեղեցին այս պահին շարունակում է մնալ ռուսական կայսրության այդ երկուարամյա ուրեմն ազդեցության տակ։ Այս իրավիճակը պիտի փոխվի եւ ինչպես ասացի, մենք պիտի ունենանք եկեղեցի, որը հայկական պետականության, անկախ նրանից ով է այդ պահի իշխանությունը, ով կուզի լինի, եկեղեցին պիտի հարգի ժողովրդի ընտրությունը, ինչպես ցանկացած ինստիտուտ, ցանկացած սուբյեկտ եւ պիտի ենթարկվի այդ ընտրությանը։ Հայաստանում ժողովրդի կամքից ավելի բարձր որևէ ինստիտուտ չի կարող լինել։ Ինձ որևէ մեկը չի կարող ասել, որ ազգային եկեղեցական ժողովը ավելի բարձր կարգավիճակ ունի, քան Հայաստանի ժողովրդի ընտրությունն է, որտեղ 500 հոգանոց ազգային եկեղեցական ժողովը չի կարող հայ ժողովրդի Հայաստանում կատարած ընտրության ուրեմն ընտրությունից ավելի կարևոր։ Դե գիտեմ, որ եկեղեցականները հակադարձում են, որ իբր գիտեք կաթողիկոսը ընտրվում է համայն հայության կողմից այդ 500 պատվիրակներով, իսկ Հայաստանի վարչապետը ընդամենը Հայաստանի քաղաքացիների։ Այ իրավական ձևակերպում այդ ընտրությունների Հայաստանի քաղաքացիների կողմից արված ընտրություններ, որով միջազգային ճանաչում է ստանում։ Թե ոնց են այդ պատվիրակները ընտրվում կաթողիկոս ընտրելու համար, ես մի քիչ այդ գործընթացներին ծանոթ եմ։ Խեղկատակություն։ Թեմի առաջնորդը իր համար ցանկալի մարդկանց շրջանակին կանչում է, ասում է ուզում եմ, որ դուք լինեք պատվիրակ։ Այսինքն ընտրություն չի կատարվում թեմում, թե ովքեր պիտի գան այստեղ կաթողիկոս ընտրեն։ Եվ առողջացում ասելով եկեղեցու, նաև այս կարգը պիտի վերանայվի։ Ընդհանրապես մենք պիտի հասկանանք Հայաստանի եւ Սփյուռքի հայ եկեղեցու հարաբերությունները ինչպես պիտի կարգավորվեն։ Այդ հարցը մենք կարող ենք Հայաստանում լուծել։ Օրինակ Հայաստանում կարող են պատվիրակները պատշաճ կերպով օրինակ անցնել ինչ որ ընտրական փուլեր եւ գալ Էջմիածին մասնակցելու ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությանը։ Իսկ ինչ պիտի անենք օրինակ Միացյալ Նահանգներում։ Իսկ ինչ պիտի անենք Ռուսաստանում, որտեղ մենք գիտենք, որ եկեղեցին ուղիղ քաղաքական ազդեցության տակ է այդ պետության կողմից։ Եվ հաշվի առնելով, որ օրինակ որևէ մեկը չի կարող հաշվել, թե ինչքան հայ կա
Ռուսաստանում 3 միլիոնից մինչև 1 միլիոն նշում են։ Եթե դիտարկենք, որ 3 միլիոն է եւ 3 միլիոնի պատվիրակի հարցը լրջագույն կերպով կարող է անդրադառնալ ընտրությունների արդյունքի վրա, այսինքն հավասար ազդեցություն կարող ունենալ, ինչքան Հայաստանի պատվիրակները կարող են լինել։ Մենք պիտի տեսնենք այդ կարգը ինչպես է, օրինակ Ռուսաստանում ընտրվում պատվիրակները, ինչպես են առանձնացվում, որպեսզի գան Հայաստանում ազգային եկեղեցական ժողովին մասնակցել։ Մի խոսքով, այդտեղ լուրջ հարցեր կան, որը կրկին կարծում եմ եկեղեցին պիտի իր մեջ ուժ գտնի, եպիսկոպոսները իրենց մեջ արիություն պիտի գտնեն, իրենք ավետարանով համարվում են եկեղեցու իշխաններ։ Եվ կաթողիկոսն էլ եպիսկոպոս է, եպիսկոպոսապետն է, առաջինն է բոլոր եպիսկոպոսների մեջ։ Եվ կարծում եմ եպիսկոպոսները իրենց մեջ ուժ պիտի գտնեն, եղբայրաբար, առանց լարվածության այս խնդիրները հաղթահարելու մեր նպատակն է եւ մեր պարտականությունն է որպես հայ եկեղեցու հետևորդ, որպես եկեղեցի, որտեղ էքլեսիա նշանակում է ժողովուրդ, մենք ենք եկեղեցի, գնալ թիկունք կանգնել այս եկեղեցու առողջացման ուղված այս ջանքին, առողջ ջանքին։ Ես կարծում եմ սա մեծ ռեֆորմների, մեծ վերափոխման, ռենեսանսի մեր եկեղեցու վերածննդի շրջանն ենք մենք հիմա ապրում։ Ես գիտեմ, որ քննադատություն կա կոնկրետ այն եպիսկոպոսների վերաբերյալ, որոնք նախաձեռնել են այս գործընթացը։ Դե Նավասարդ Սրբազան, այլք։ Բայց գիտեք, ի տարբերություն այն եպիսկոպոսների, որոնք մեղավոր են եւ ասում են մենք շարունակելու ենք մեր մեղքերի մեջ թաթախվել եւ ձեզ էլ մեզ հետ կործանել, այս եպիսկոպոսները ասում են մենք մեղավոր ենք, բայց այլևս այսպես հնարավոր չի շարունակել։ Եկեղեցու դիվանապետը, որը պատասխանատու է եկեղեցու արտաքին հարաբերությունների համար, իր անձի հետ կապված այդ տեսանյութն է ավելի արատավորում եկեղեցուն եւ եկեղեցու ներկավերնախավը, թե օրինակ այն ջանքերը, որոնք որ հիմա ընդամենը փորձ են եկեղեցին այդ փոսից դուրս բերելու։ Սա լյուստրացիայի փորձեր ներողություն այդպիսի տեսագրություն տարածելը։ Ինձ ոչ միայն այդքան եւ ոչ այնքան այդ տեսագրություններ հետաքրքրում։ Ես ընդհանրապես նախ այդ միջոցները կարծում եմ անթույլատրելի են, ընդհանրապես քաղաքական գործընթացների մեջ դրանք ընդհանրապես տեղ չպիտի ունենան։ Բայց այն ինչ մենք ականատես ենք եղել ինձ այդքան տեսանյութին չի առաջվում, որքան են անամոթությանը, որը հաջորդեց դրան, նույն Արշակ Սրբազանը եւ եկեղեցու մյուս առաջնորդների, եպիսկոպոսների կամարական վերաբերմունքը եւ արհամարական վերաբերմունքը այն շոկին, որ ապրեց մեր ժողովուրդը։ Արշակ Սրբազանին առնվազն պիտի առժամանակ ուղղակի հնարավորություն տային, որ ինքը չշարունակեր ծառայությունը, մինչև հնարավոր կլիներ իրավիճակը հաղթահարել։ Եվ կարծեմ եպիսկոպոսների առաջարկը հենց դա է եղել։ Վեհապարին խնդրել են առժամանակ կախակայել Արշակ Սրբազանի լիազորությունները որպես դիվանապետ, որպես եպիսկոպոս, որովհետև տեղի ունեցածը միայն Արշակ Սրբազանին չի վերաբերում է ցանկացած հոգևորականի եւ ես գիտեմ եկեղեցականներ, ովքեր այդ տեսանյութից հետո չէին կարողանում եկեղեցական հագուստով դուրս գալ փողոց։ Ամաչում էին ուղղակի։ Վարկաբեկված էին։ Ահա, հիմա իրավունք կա այս վիճակից դուրս գալու ջանք գործադրել, թե ոչ։ Եվ դուք որ ասում եք, որ անհատներ կան, անհանգիստ են եւ այլն։ Իհարկե կան։ Այդ իհարկե, բայց անհատական մակարդակում չի այս հարցերը։ Ես կարծում եմ, որ մենք պիտի նաև ժողովրդի տրամադրությունների վրա պիտի կարողանանք հենվել։ Ի վերջո այդ անհատները իրենց հետևից ունեն անհրաժեշտ քանակի հետևորդներ, ովքեր պատրաստ են գնալ եւ այսպես ասած կուրս ծեծել գործող կաթողիկոսին լուսավորչի գահին պահելու համար։ Մենք չենք տեսել այդպիսի զանգված։ Ավելին օրինակ Վեհապարի դիմավորումները Զվարթնոց օդանավակայանում կամ այն ժամանակ, երբ զանգեր էին հնչեցվում այդ ժողովուրդը ուր է հարցը, հա։ Ավելին, ի վերջո Էջմիածնի ընտրությունները որքան էլ քաղաքական էին,
էապես առնչվում են նաև այս գործընթացներին։ Ի վերջո այդ քաղաքական ընտրությամբ մարդիկ ցույց տվեցին, թե իրենք որ կողմում են։ Մենք հասկանում ենք, չէ՞, թե Էջմիածինը եւ Մայրաթոր Էջմիածինը Սուրբ Էջմիածինը ինչքան ազդեցություն ունի քաղաքի վրա։ Եվ քաղաքում այս արդյունքը քաղաքական ընտրության այս կամ այն կերպ շոշափում էր նաև հանրային տրամադրությունները, թե նաև այդ տրամադրությունները ինչքանով են կաթողիկոսի կողքին կամ պետության։